early light, what so proudly we hailed at the wildless gleam. Your vortica arcangiule azadanga ayasda. Խաղաղություն ամենեցուն Եվ ընթոք ոյթքում Երկյուղազությամբ լվարում Սրբով ավետարանիս Իսուսի Քրիստոսի որստով անուն Տասնին թիվը վերապրում ենք ամեն օր, ենքան ժամանակ, մինչև ես վատ աշխարհը վերափոխվի, մինչև կարողանանք համախմբենք ու ցույց տանք աշխարհին, որ մենք կանք ու կնում ենք։ Մեր հայերը, մեր մեծ մայրերը բոլորը չարթված են, առաջինը իմ մեծ մամաս, որ չարթված է, 1915-ին, որ ինքը եղած է մոտավորապես 5 տարեկան և իրեն եղբայրները բոլորը չարթված են, շատ քեշ կսկամ։ Խստորեն դադարելի է Հայաստանի ներկա իշխանություններում վարած ժխտողական և կասկածամիտ մոտեցումը, որոնք ուղղակիորեն կհարված են անցնող 110 տարիներու մեր անցած բանջարդիրական քոյերտը, սակայն կուզեմ վստահեցնել, որ այս իշխանություններու թրքահաճո մոտեցումները ժամանակավոր են և ուշ կամ գանուխ մենք պիտի կարողանանք ետ վերագտնել մեր այդ համահայկական ուժը, համահայկական միասնությունը, բոլոր տեսակի մարտահրավերները և դժվարությունները նկատի առած պետք է հստակ բացատրել, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հետևանքներու վերացման օրակարգեն հրաժարիլը կնշանակե անմիջականորեն վտանգել նույնինքն Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի անկախությունը, Հայաստանի պետականությունը եւ նաեւ զայն ավելի խոցելի կդարձնե նման ցեղասպանական քաղաքականություններու կորզաթրման տեսակետը։ Ոչ մի հայ չպիտի մոռանա այս օրը։ Ով ուզում է ասի պետք է մոռացվի, ով ուզում է ասի պետք է ներվի, դա չի կարող լինել, քանի դեռ չի պատժվել մեղավորը։ Մեր իշխանությունները չեմ համարում, որ նրանք հայ են։ Չի կարող հայը նման խոսքեր արտահայտել։ Չի կարող հայը ասել, որ պետք է մոռացվի։ Չի կարող հայը ջնջել պատմությունը։ Ես մեր իշխանություններին չեմ ընդունում որպես հայ իշխանություն։ Սա, չգիտեմ, թյուրիմացություն է, որ կրում ենք մեր հայ ժողովրդով, մեր հայ ազգով եւ պետք է ինչքան շուտ մաքրենք այս իշխանության հետքերը, այնքան լավ կլինի մեր հայության համար։ Միշտ մենք այսօրը հիշերենք, ելեր աղուշարձան լինի, թե ոչ մեր հոգու մեջ է, մեր տան մեջ է, մեր պատմության մատ էջերից է, որ երբեք մոռացության տալու չի եւ մենակ զգացականը չի գործնականում, որ մենք ինչ ենք կարող անենք, որ իրանց հիշատակը միշտ վառ պահենք եւ մոռացության չտանք, որտեւ հաճախ մարդիկ ասում են արդեն 100 տարի անցավ, 100 թող լինի 110, 1010, ինչքան տարի ուզում է լինի, մեր պատմության էջն է եւ մոռացության տալ չեն կարող եւ մենք արդարության եւ մեր դատի պատճառով պետք է անպայման հիշենք եւ պարտական ենք, որ կանք եւ գոնե այս մի օրը խոնարհվենք իրանց հիշատակի առաջ։ Ես այն սերունդն եմ, որ ցեղասպանությունն վերաբրողը տեսած եմ, դա իմ մեծ հայրն է Ուրֆայից։ Եվ Ուրֆայից Հովագիմյան ցեղեն 86 հոգի մենք կորուստ ենք տվել։ Եվ ինքը եւ իր քույրիկը փախել են ամերիկացիների միսիոներների օգնությամբ հասել են Սիրիա եւ ինքը որ կպատմեր մեզի ասում էր Թուրքի հետ չես կարա լեզու գտնել հիմա այնի կարող է 110 տարի առաջ էր կարող է հիմա ուզում են գտնել Աստված իրենց հետ բայց դժվար ճամփա են բռնել կարծում եմ
Genocide denied is genocide repeated. Մշտանորոք ու միշտին անգդևե թարե թար իր ջրակները միշտ հույս իր օջախին հուրը վար փարիկներով անսպար լեցուն ամփարն ու մարան հոն է միայն ուր գրնա գտնել ամեն հայ գրգին խաժամուջի մեջ օդար գործընծուցած իր հոգին Չարագործը երբեք բարի գործ չի կարող անել։ Իրանք սկզբից էլ եղել են այդ չարագործը, միջև վերջը լինելու են այդ չարագործը։ Եվ այս խաղաղության պայմանագիրը դրթելու է մեզ, դրթելու է այն հասնենք այն աստիճանին, որ մենք ունենալու ենք եթե նորից մեկ պատերազմ։ Եվ դա շատ մոտ է։ Եթե այս ամեն ինչը ստապ չլինի հիմա, շատ վատ է լինելու։ Մենք այո, կարող է նորից պատերազմի առաջ կանգնենք, որովհետև այս խաղաղության պայմանագիրը շատ սխալ քայլ է, շատ սխալ։ Նորից եմ ասում, թշնամին երբեք չի կարող մեր բարեկամը լինել, երբեք։ Նիկոլ Փաշինյանը թուրքերու կորձակալ է, դակավին կասկածելի է, որ ինքը ո՞ր մեկ հայկական DNA ունի մեջը, հատիկա կասկածելի է, եթե ունի, այդպես բան չի կրնար ասել, եթե ունի, ինքը չի կրնար ցեղասպանությունը ուրանալու կամ նույնիսկ քննելու մասին ո՞ր է մեկ բան ասել, բոլոր թուրքերու գադարած հայտարարությունները, բանջները ցեղասպանության հետ կապված, հողերու հետ կապված, Արցախի հետ կապված, ամենը ինքը գտնե փար։ Բազմաթիվ ճամփաներ, բայց ամենաաստեցիկ եւ ամենազորավորը պետք է ելնալ աշխարհի աչքին քուշը։ Պետք է ելնալ աշխարհի այդ մահացու թանագը, որ երբ խոսք ասե, երբ մեկը մեզի նեղացնե, գիտեմ, որ պետք է դիմացը պատասխան դրվի։ Պետք է որ մեզի բարդատրենք, որպեսզի հարկվի, հարկանքը բարդատրանքով գքալ է, ուժով գքալ է եւ այդպես է որ պետք է ներկայանալ առար աշխարհը լա pedagogan մագարտակի վրա կամ ընդհանրապես ընկերային եւ բարձմարկային մագարտակի վրա ասենք AYF-ը այդ աշխատանքը գտանի, այդ աշխատանքն է որ արժեվ գտանի ամեն մարդ որ համագիրը AYF-ի կհավատա աշխատանքին եւ գաչակցի որպեսզի այդ մեկը իրագործվի վաղ թե ուշ։ Այսօր ես եկել եմ ստեղ, որ իմ երեխաներից եւ իմ հորեղբորս թորներին սովորացնեմ մեր սովորությունները, ցույց տամ մեր հայությունը, ցույց տամ մեր ազգության արժեքը, որ ինչպես պետք է միանանք, ինչպես պետք է միասին լինենք։ Ես շատ ավելի հույսով եմ, որ ամեն հայ այսօր տունում նստած կամ աշխատանքի հույսով եմ, որ չեն գնացել, բայց եթե աշխատանքի եղեն, մեր մասին մտածեր են։ Գոնե մենք պետք է ցույց տանք, որ մենք մտածում ենք եւ մենք զգում ենք եւ մենք կանք, մենք Արցախը հետ ենք կեսնում։ Մեր այժմվա կառավարությունը Հայաստանին լրիվ թուրքամետ է, լրիվ հայտնի է որ ինքը թուրքական ծրագիր, բայց չի պիտի հաջողվի։ Քանի որ նայր մենք ես բավական տարիքով եմ ես գիշեմ 70-ական թվականներուն սկիզբը ասենք այդքան մարդիկ դերյակ չէին, ես երբ որ գսեի ես հայ եմ, գսեին ասի ինչ է գրոնք է, ես Middle East-են, բայց 70-ական թվականին հետո մի խումբ երդասարտներ ցկեցին հայկական հարցը թափ առնի աշխարհի մեջ։ Ես միշտ adեն հույս ունիմ, թեև այսօրվա պայմաններուն ես հույս ունիմ մոտակա ապակային մեր թիրքը շատ պիտի փոխվի, քանի որ այս կառավարությունը որ գա շատ բացահայտված է, որ հայ ժողովրդին աչքին դիմաց, որ ինքը թուրքամետ է։